Այս աշխարհագրությունով հնարավոր է ինքնապաշտպանության այնպիսի համակարգ կայացնել, որ անգամ Չինաստանը չկարողանա գրոհել Հայաստանի Հանրապետությունը, ելույթ ունենաց Թուրքիան։ Ու ստիպվի խոսիլ մեր հետ։ Այո, ստեղծեք ձեր ամրոցը, այն ամրոցը, որը որ բազմաթիվ պոետներ գովերքել են։ Ի վերջո Պերճ Զեյթունյանը ասում էր լավագույն վրեժի ձևը Արարատի ստորոտին ուժեղ Հայաստան կայացնելն ու կառուցելն է։ Մեկ կողմ թողնենք Փաշինյան, Քոչարյան, Սարգսյան, Պուտին, դուք որպես քաղաքական գործիչ ինչպես կպատկերացնեք Հայաստանը, ինչ տեսակի Հայաստան 2040 թվականին, ինչ տեսակի Հայաստան պիտի ներկայացնենք, աշխատենք, ինչ է ձեր մեծ իդեալը, պարոն Սիմոնյան։ Եթե մենք 2 տարի հետո կարողացանք փոփոխություններ գալ, դա անում է մոտավորապես 2028 թվականը, ապա 2050 թվականին 40-ը շուտ է։ 40-ը շուտ է։ Բայց ասում եմ 12 տարի հետո։ 12 տարի հետո մինիմալ արդյունքներ կարանք ապահովենք, գուցե եթե փոփոխությունները տեղի ունենան այն առումով, որ Հայաստանի Հանրապետությունը ձերբազատված կլինի Հայաստանի Հանրապետությունը խեղդող ռազմաքաղաքական եւ ռազմատնտեսական դաշինքներից, Հայաստանի Հանրապետությունը կունենա զուգամիտված բանակ 1 տարի պարտադիր զինվորական ծառայությամբ, բայց համատարած զինվորական ծառայությամբ եւ դա հնարավոր է ապահովել, եթե զինկոմիսարիատների ոճը փոխվում է, համայնքային ատաշեների ինստիտուտ է փոխարինվում, այդ մշակումները մենք իրականացրել ենք։ Հայաստանի Հանրապետությունում պետք է որ այդ ընթացքում կառուցված լինի 2 էներգաբլոկ ատոմակայանի, Հայաստանի Հանրապետությունում այդ ժամանակահատվածում պետք է որ հնարավոր է կառուցել երկաթուղային նոր ցանց, նաև Հայաստանի Հանրապետության գյուղերն ու համայնքները, բնակավայրերը, քաղաքները իրար կապող երկաթուղային ցանց։ Գուցե նաև Երևան քաղաքի հիմնարար խնդիրները մասամբ հանգուցալուծած, մենք գիտենք, որ Երևանում բնակ ֆոնդի 80%-ը բարոյապես եւ ֆիզիկապես մաշված են։ Ես ակնկալում եմ, որ այդ ժամանակահատվածում հայրենադարձության եւ ծնելիության բնական խնդանման շնորհիվ հնարավոր կլինի Հայաստանի Հանրապետությունը դարձնել 4 միլիոնանոց, 4.5 միլիոնանոց պետություն։ Գուցե, եթե տնտեսական իրավիճակը շտկվի։ Իսկ տնտեսությունը կշտկվի, երբ որ դատական համակարգը բարեփոխվի, երբ որ փոքր եւ միջին ձեռնարկությունների համար համապատասխան պայմաններ ձևավորվի, որ նրանք աճելու շահագրգռվածություն ունենան, երբ որ սփյուռքահայերի շահերն ու իրավունքները այստեղ պաշտպանված լինի, մարդը իմանա, որ գա այստեղ գործ դնի, այդ գործը իր ձեռքից չեն խլի, երբ որ Հայաստանի Հանրապետությունում հարկային եւ մաքսային օրենսդրությունը այն աստիճանի կանոնակարգված կլինի, որ միջազգային բիզնես կհոսի այստեղ, երբ որ տեխնոլոգիական շուկան կսկսի զարգանալ, տեխնոլոգիական շուկայի զարգացմանը զուգընթաց այստեղ բարձրակարգ ծառայություններ կմատուցվեն առողջապահության համակարգում, ենթադրենք դժվար բուժվող հիվանդությունների ծառայություններ բուժելու։ Այստեղ էկոլոգիական գյուղատնտեսություն կհիմնվի, բարձր էկոլոգիական արժե համակարգով ֆերմերային տնտեսություններով։ Այստեղ կհիմնվի բարձրագույն ուսումնական հաստատություններ, կրթական ցենզ ունեցող բուհեր, եւ այստեղ ի վերջո լաբորատորիաներ կհիմնվեն, կստեղծվեն նաեւ ռազմավարդությունաբերությունը սպասարկելու եւ ժամանակի տեխնոլոգիական առաջընթացը սպասարկելու համար միկրոչիպերի, արհեստական բանականության ուսումնասիրման եւ այլ տեխնոլոգիական առաջընթաց ապահովելու հանգամանքում։ Եթե մինչեւ 2040 թվականը Հայաստանի Հանրապետությունում ծնվեն եւ միջազգային շուկա դուրս գան, ազգային կապիտալի վրա հիմնված 10 անդրազգային կորպորացիաներ, դա Հայաստանի Հանրապետությանը կապահովի հավելյալ անվտանգային բարձիկներով։ Օրինակ 1 միլիարդ, 2 միլիարդ դոլար շրջանառության ունեցող, կապիտալ ունեցող կազմակերպություններ համաշխարհային նշանակության։ Իսկ մենք այդ մտավոր պոտենցիալը ունենք։ Եվ այս համատեքստում նմանատիպ Հայաստանի Հանրապետությունում անվտանգային բաղադրիչը շատ ավելի պաշտպանված կլինի, քան այս Հայաստանում, որ 8 տարի կտրվածքով մենք տեսնում ենք ինչ իրավիճակում ենք։ Ընդ որում 2 տարի հետո, եթե մենք փոփոխությունների գանք, 2 տարի հետո լրանալու է ճիշտ Նիկոլ Փաշինյանի կառավարման 10-ամյակը, սիրելի ժողովուրդ, ոչ մեկ վերին արտին ցորենը չի,
Այս մարդը 3 անգամ արդեն առաջադրվել է։ 2 տարի հետո պիտի գնանք փոփոխությունների։ Եթե չգնացինք փոփոխությունների, դժբախտաբար ես որևէ հեռանկար չեմ տեսնում։ Դարձյալ դուք արտահերթի մասին է խոսքը։ Այո, դա հերթականը գալիս է 2031 Դա թվականին։ որտեղից գա։ Ժողովուրդը պիտի Ժողովուրդը արտահերթ պիտի պահանջի։ փողոցային բայկարով։ Տեսնենք, չգիտենք։ Այդ բարակային ինտիմության Ժողովուրդը չրաղացին տարել կա։ ճուր չեք լեցներ այս ինտիմության։ Չկա ընդդիմություն այդպիսին։ Դե իրանք ասում են որ դեժ աշուն է սպասում։ Դրանք ես։ նույնն են։ Դրանք խաղարկային են, սիրելի ժողովուրդ։ Կենտրոնացեք նոր ուժերի շուրջ։ Ձեր օրագարկային սանդղակի առաջին համարը տնտեսությունն է թե անվտանգությունը։ Անվտանգությունը։ Եվ ունի մեր բանակը պոտենցիալ։ Դուք միշտ այդ Անշուշտ։ հայկական ոգի անտեպ զգացած եմ որ թրագան այսպես գրավմ ունի։ Հարգելի Սակո, ես այս ոլորտի մասնագետ եմ առաջին հերթին։ Լեռնային պետությունները իզորու են փոքրականակ ուժերով եւ տեխնոլոգիաների միջոցով գերտերությունների դեմ առնել։ Դուք չեք տեսնում ուկրաինական ռազմաճակատում այդ հազարավոր կիլոմետրեր ձգվող ռազմաճակատում ինչի է մարտը ընթանում դժվար։ Հարթավայր է։ Եվ այնտեղ 3 անջրպետ կա։ Գետեզրեր, ջրային ավազանների խոչընդոտներ, բլուրներ, օրինակ Իզյումը մի քիչ բարձրունքի վրա է, Իզյում քաղաքը, այդ Իզյումը ինչի ռազմավարական նշանակություն, մի քիչ բլուրոտ էր, մի քիչ բարձրադիր էր։ Եվ երրորդ եղանակային պայմաններ։ Ցրտերը սկսելուց առաջ ցեխը սկսվում է ծանր տեխնիկան չի կարողանում ընթանալ, գարնան մեկնարկի ժամանակ ցեխը նորից էլի տևում է մինչև մարտի վերջ, նորից էլի ծանր տեխնիկան չի կարողանում ընթանալ։ Օգուտ է։ Այս երեքը խոչընդոտ է։ Հայաստանում կա խոչընդոտ ռելիեֆ։ Ի վերջո Ռոբերտ Կապլանի գիրքը ես քանիցս ձեր եթերում հնչեցրել եմ աշխարհագրության վրեժը։ Այս աշխարհագրությունով հնարավոր է ինքնապաշտպանության այնպիսի համակարգ կայացնել, որ անգամ Չինաստանը չկարողանա գրոհել Հայաստանի Հանրապետությունը, այլ որ մնաց Թուրքիան։ Ու ստիպվի խոսիլ մեր հետ։ Այո։ Ստեղծեք ձեր ամրոցը։ Այն ամրոցը, որը որ բազմաթիվ պոետներ գովերքել են։ Ի վերջո Պերճ Զեյթունյանը ասում էր լավագույն վրեժի ձևը Արարատի ստորոտին ուժեղ Հայաստան կայացնելն ու կառուցելն է։ Եվ Վազգեն առաջին վեհապարն էլ հռետորական հարց է հնչեցրել։ Մենք այքան խիզախություն եւ քաջություն կարողանում ենք մեզնում գտնել եւ անկախությունը վերակերտել։ Բայց արդյոք կարողանում ենք այնքան բարոյականություն մեզանում գտնենք, որ այդ անկախ պետությունը զարգացնենք։